Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դա ինչ կարելի է ասել, որ Քոչարյանի գրասենյակը ավելի ու ավելի հետքայլեր է կատարում, որովհետև երեք եռաբլուրում Նարեկ Կարապետյանին մոտեցած լրիվ պատահականության սկզբունքով ռուսախոս տիկնոջ խոսույթը, որը ուղեկցվում էր նաև խնդրանքով, որ փրկեն եկեղեցիները մեջիթին վերացնելու բանից, վտանգից, Քոչարյանը նույնպես որոշեց երևի թե մամուլի ասուլիս տալ։ Ես կխնդրեմ, որպեսզի նման անձնավորությունները իրենց մամուլի ասուլիսի համար մի քանի օր առաջ նախ հաղորդեն, մի փոքր թողնեն քաղաքական դաշտը շիկանա այդ ամեն ինչի շուրջ, որպեսզի ստեղծվեն հարցադրումները հանրության, որը որ մեր ազնիվ լրագրողները կներկայացնեն այդ ասուլիսի ժամանակ, եւ մենք բոլորով միասին փոփկորնով նստած կդիտենք ձեր խելացի մտքերը, մարգարիտները, որը դուք շռայլորեն կբաժանեք մեզ։ Այնուամենայնիվ ասուլիս էր։ Ես անկես պիտի ասեմ, նախ իմ պատվի չեմ արժանացնի մեկնաբանելու, իմ պատիվը թույլ չի տալիս, որպեսզի ես մեկնաբանեմ նրա այս կամ այն խոսույթը, նրա այս կամ այն քաղաքական մոտեցումը, այո, ես նրա գործունեությունը կարող եմ մեկնաբանել եւ իմ կարծիքը հայտնել, գնահատական տալ, հռետորական հարցադրումներ բարձրացնել, բայց մեկնաբանել, որ այ եթե դու ասում ես սա այսպես, դա գիտես այնքան էլ այդպես չեք, օրինակ կարելի էր այս խոսակցություններից դուրս ես դու, հասկանում ես, ու դա ցավալի փաստ է, որովհետև նման միջակությունները կառավարել են պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, եւ որոշումներ են կայացրել, որ մինչեւ հիմա չենք բուժվում։ Այնուամենայնիվ գնահատական ամեն դեպքում կարող եմ տալ։ Կարող եմ գնահատել, ինչ մամուլի ասուլիս էր, ասեմ, ներածականը գրել էր Սալավյովը, ամբողջ ասուլիսի ընթացքում կարմիր գծով գնում էր հետևյալը, այ որ խելոք չոմանանք, Ռուսաստանը կհարձակվի մեզ վրա, պարզապես բառացի չէր ասում դա, նա բերում էր Ուկրաինայի օրինակը, տեսեք, որ Ուկրաինան խելոք չոմանաց Ռուսաստանը հարձակվեց, բանը Վրաստանը խելոք չոմանաց Ռուսաստանը հարձակվեց, մենք էլ որ խելոք չոմանանք Ադրբեջանը կհարձակվի։ Մոտավորապես այսպիսինն էր ասելիքը այս մարդու, այսքան էլի Ռուսաստանն է, էլի, եւ խելոք մնալու պայմանը թրիփի ուղին էր, մի արեք, մի մտեք, ասում լավ խոսք ասում, էլի, խելոք բանը, նավապետը իր նավը ալեկոծության ժամանակ ծով չի հանում։ Լավ միտք է, իբր Հայաստանին այս ալեկոծությունների ժամանակ չի կարելի, որ ինքը մտնի խաղի մեջ։ Այո, մենք պիտի սպասենք խաղն ավարտվի, որ հանկարծ այս կողմ են կողմ չբռնենք միամիտ հանկարծ ուստա։ Բայց գիտես, ալեկոծությունները երբեմն հենց իրենք են քաշում, տանում ափին կանգնած նավակները եւ որպես կանոն կոտրում են դրանք։ Ուրեմն ավելի լավ է սովորել նավավարություն, եթե դու ուզում ես ունենալ նավ։ Այո, այդտեղ ճակատագրի հեգնանք կարող է աշխատել, այդտեղ կա որոշակի խնդիրներ, բայց եթե դու չես մտնում այդ խաղի մեջ, եթե դու այդ խաղից դուրս ես քեզ դնում, ապա այդ խաղը լինելու է քո մասին, անպայման։ Եվ մենք, գիտեք, սա փիլիսոփայություններ չեն, սրանք ենթադրություններ չեն, սրանք ճակատագրական, սրանք պատմական փաստեր են։ Մենք մի քանի անգամ մեր պատմության ընթացքում որոշել ենք չմտնել խաղի մեջ, եւ այդ խաղը եղել է մեր մասին։ Մի դեպքում ջարդեր կոտորածներ, մյուս դեպքում ցեղասպանություն, այն մյուս դեպքում տարածքային կորուստներ, մյուս դեպքում բնակչության կորուստներ, բոլոր ժամանակներում։ Եվ սրանք այս խելքով եկել, նստել ու փորձել են կառավարել իբր։ Իհարկե հավատարմության երթում տալով ում հասնի։
FSB-ի պալկովնիկից սկսած մինչև վերև։ Ինչա պետք մենք այդպես կանենք։ Ոնց ասեք շեֆ ջան։ Ինչ նավ, մեզ նավ անհրաժեշտ չի։ Մեզ դες որ նավասի դուրս չի գա որ մենք նավ ունենանք։ Վերջ։ Այսինքն որ Սալավյովը արտահայտություններ էր արել, սա նստած մակրագրում էր այստեղ։ Ընդ որում, գիտեք, մեղադրվում էին աշխարհակաղակական գերտերությունները, այդ թվում բնականաբար Միացյալ Նահանգները, ու Չինաստանը թեթև, բայց Ռուսաստանը մնում էր իր փառապանց դիրքերում։ Այս մարդն ասում է, որ աշխարհակարգը քանդում է, Միացյալ Նահանգները իր իսկ ստեղծած եւ ստեղծում են նոր աշխարհակարգ։ Եկեք լինենք Ռուսաստանի հետ։ Մտքի տիտան։ Համընդունումը նախ մենք ամբողջ աշխարհի հետ ենք, մենք աշխարհի մի մաս ենք, մեր սուվերեն պետություն ենք եւ աշխարհի հետ ենք։ Մենք փորձում ենք մեր քաղաքականությունը դասավորել զրո թշնամություն, զրո պատերազմ սկզբունքով, եթե չես ընկալել։ Եվ այնպես չի, որ ինչ-որ մեկի հետ ենք, ինչ-որ մեկի դեմ։ Մենք Ամերիկայի հետ ռազմավարական բան չենք, փաստաթղթեր չենք ստորագրում Չինաստանի դեմ, եւ Չինաստանի հետ ռազմավարական փաստաթղթեր, համագործակցության փաստաթղթեր չենք ստորագրում Միացյալ Նահանգների դեմ։ Ոչ, մենք աշխարհի շատ կարևորագույն մի մաս ենք, ով այո գտնվում է հետաքրքրությունների գոտում։ Իսկ մենք չենք ուզում այդ հետաքրքրությունների գոտում գտնվելով ասել դե մենք գնում ենք Ռուսաստանի գիրկը, դուք եկեք այդ ձեր հետաքրքրությունների բանը, հարցադրումները Ռուսաստանին ասեք։ Նա ձեզ կպատասխանի ավելի լավ, քան մենք։ Եվ իհարկե մեր շահերից ելնելով։ Չէ, երևի, Քոչարյան Ռոբերտ։ Իմիջայլոց հուշեմ, որ շեշտում է Զելենսկու Ուկրաինան, տեսեք, իրենց են FSB-շնիկ մյուս բանի, ագենտուրայի մյուս անձնակազմին որոշել են չթիրախավորել, էլի, բայց հիշեցնեմ, որ երբ որ 14 թվականին անեքսիայի էր ենթարկվում Ղրիմը, այդ ժամանակ Զելենսկին դեռ 95 կվարտալ պրոյեկտներ վարում, կամ խաղում ենտեղ։ Հիշեցիր, այդ ժամանակ Ռուսաստանը գողանում էր Ղրիմը, ուժի ցուցադրմամբ, եւ դրանով հիմք էր դնում աշխարհակարգի քանդման։ Այո, այս բևեռների մեջ տարբերություն կա, գիտեք։ Մեկը աշխարհակարգ քանդողն է, մյուսը աշխարհակարգ ձևավորողը։ Մեկը ասում է եկեք ձևավորենք խաղի կանոններ, խաղանք այդ խաղի կանոնների համաձայն, մյուսը ասում է չենք խաղում, մենք չենք, այ քո նման են մտածում, Քոչարյան, քանի որ խաղալ չգիտեն, ասում են մենք չենք խաղում։ Եվ բնականաբար ինչ անում են, քանդվում է։ Եվ ի վերջո Քոչարյան Ռոբերտը ժողովուրդ ջան մեզ բոլորիս առաջարկում է սննկացող, քանդուքարապ եղած տնտեսությամբ զրո արտադրական տեխնոլոգիաներով պետության հետ լինել, կանգնել այս նոր աշխարհակարգի ձևավորման փուլում, կանգնվել քանդվող պետության կողքը եւ հերթական անգամ պատմականորեն սնուցել նրան մեր զավակների արյամբ կլինի, մեր անձնական կյանքի շնորհիվ կլինի, սնուցել, որ նա ապրի, որպեսզի հետո վեր կենան ու դարձյալ մեզ այնտեղ անվանեն ավելորդներ։ Քանի անգամ ենք Ռուսաստանը քանդվելուց փրկել, նու չեմ ասում հենց մենակ մենք, մեզ նման երկրները, քանի անգամ։ Ու քանի անգամ ենք շնորհակալություն տեսել։ Ոտքի են կանգնում, մեկ էլ հիշում են իրանք Վիլիկի նարոդեն, կարողացան սաղին ֆռցնել ու մուզեն աչուձախ կպատժեն։ Այսօրվա դրությամբ ժողովուրդ ջան, Ռուսաստանի Դաշնությունը ու մարտադրությունը ձեռնարկությունները կռախի առաջ են կանգնած, FSB-ն հազիվա պահում, FSB-ն է պահում, այո։ Ու շատ հազիվ, մի քանի ամսից այնտեղ աշխատավարձերի խնդիր է առաջանալու,
Արդեն կա։ Իհարկե պետբյուջեից բահերով sense կհանեն կտան, բայց դա էլ է սպառվում։ Միակ երազանքը Ռուսաստանի այն է, որ իր վրա կիրառվի ՆԱՏՕ-ի ուժ եւ ընդ որում բարձր հեռահարության հրթիռների միջոցով, որ ինքը ստանա հնարավորություն իրավունք միջուկային զենք օգտագործելու։ Վերջ, ուրիշ բան, ինչ ասես անում ա, որ այդ հնարավորությունը ստանա, բայց իրեն այդ հնարավորությունը առայժմ չեն տալիս, որովհետեւ դիմացը ռազմարվեստից հասկացող մարդիկ են նստած։ Հիմա ասում է Ուկրաինային, այ քանի որ Ուկրաինան չգիտես ինչեր արեց, Ռուսաստանը բարկացավ այդ ցավոտ թեմայի մասին ու գնաց, բայց կներես, Պուտինը տեղյակ է, որ դու այլ բան ես բնորոշում, որովհետև Պուտինը լրիվ ուրիշ բան էր ասում։ Պուտինն ասում էր, որ նա չէր ասում, որ այդ օգտակար հանածոների կռիվը կա, Ամերիկայից առաջ է ուզում ընկնի, նախ Ուկրաինան սուվերեն պետություն է, կաշխատի ում հետ ուզում է։ Ուզում է Ամերիկայի հետ, կաշխատի Ամերիկայի հետ։ Սուվերեն պետություն է։ Ըստ Ալմաթայի հռչակագրի։ Թե Ալմաթայի հռչակագիրը բանը մեյմունություն է եղել։ Եթե մեյմունություն է եղել, ապա ովքեր են ստորագրել մեյմունները, ասեք իմանանք։ Դա սուվերեն պետություն է։ Ընդ որում շատ մեծ բնակչությամբ, հա։ Իսկ Պուտինը հեչ չէր ասում, որ ինքը այնտեղ Ամերիկային է դիմադրում։ Ճիշտ հակառակ, ասում էր Լուգանսկում ու Դոնեցկում իմ քաղաքացիներին, իմ ռուսներին ճնշում են, սպանում են, չգիտեմ, սովի են ենթարկել, էթնիկ զտման են փորձում բանանել, ես էլ գնում եմ պաշտպանելու, սա կոչվում է հատուկ ռազմական գործողություն։ Սա է եղել։ Եվ հատուկ ռազմական գործողությունը, քանի որ նույնպես արգելված էր, որովհետև ըստ էության նա մտնում էր ուրիշ պետության սուվերեն տիրույթ, բայց այդ հատուկ գործողությունը ձգվեց տարիներով, քիչ-քիչ բացեց դեմք, ասեց, հա, լավ, մենք դրա համար ենք կռիվ անում, որ ՆԱՏՕ-ն եկել է հասել է մեր սահմաններին։ Ունեցել ենք պայման։ Եթե անկեղծ լինենք, այդ միջազգային հարաբերությունների տեսանկյունից եւ նախնական պայմանավորվածությունների տեսանկյունից որոշակի խաղաքարտեր ունի Ռուսաստանը։ Չենք կարող ասել ամբողջովին ինքը sense բան։ Չէ, ունի խաղաքարտեր, ունի աշխարհին ասելիք, որ մենք բան ենք պայմանավորվել, դուք մեզ խաբել եք այս հարցում, այն հարցում։ Դե այդպեսինն է դառը իրականությունը, այո, քաղաքականությունը տենց բարդ բան է, ինչից որ FSB-ն միշտ միջակա դուրս եկել։ Հիմա ամեն դեպքում նա անունը դա դրեց։ Ինչ որ բաներ հաշվարկեցին, գումարեցին, հանեցին, բաժանեցին, բազմապատկեցին, ստացալ այդ նախադասությունը, հատուկ ռազմական գործողություն Դոնեցկի ու Լուգանսկի ուղղությամբ։ Պատժիժ գործողություն։ Որը չկարողացավ կառավարել 4-րդ տարին է։ Այսօր պարզվում է, որ Հայաստանում երկրորդ նախագահ կոչվածը ասում է, որ Աշխարհ ջան, Պուտինը խաբել է ձեզ։ Հստակ, չէ, աշխարհը գիտի իհարկե, բայց դու միանում ես ոնց որ այդ ճամբարին։ Խաբել է ձեզ։ Եվ ըստ էության հարձակվել է Ուկրաինայի վրա, պատժելու համար, որ վերջիններս իր կամքը չեն կատարել։ Վերջ, տեսեք ինչ լավ ընկեր է Ռուսաստանը, եկեք գնանք նրա հետ լավ շարունակենք ընկերություն անելը։ Իմիջիայլոց ռուս-ուկրաինական բանը, ընդհանրությունները շատ ավելի շատ են, քան մեր ու ռուսների, չէ, ասենք տարբեր լեզվա ընտանիքներ, տարբեր, անգամ քրիստոնեության տարբեր ճյուղեր, տարբեր մաշկի գույներ, ամեն ինչով տարբեր։ Չէ, մենք իրենց հետ, մենք տարավոր, մենք տենց մեզ մի մերացնել։ Չէ, խեք խապում, խեք ամուզում։ Մյուսը, բանը, Վրաստանը, արդարացնում է Ռուսաստանի կողմից Աբխազիայի
բանը զավթումը դրանով ապրիորի ձևով արդարացնելով Ալիևի զավթիչ բանը մոտեցումը Արցախի հանդեպ վերջ հիմա հայեր ջան եկեք խելոք մնանք ռուսը ասում էր մեր հա դրել տրիպի ուղիա քննարկում ես ասում եի որ տրիպի ուղին պետք է այսպես լինի ես ասում եի որ տրիպի ուղին կարելի է այնպես լինի երասխով իջնի չգիտեմ որ ոչ Ռոբերտ Քոչարյան հուշեմ եւ այդտեղի լրագրողներին նույնպես դուք ձեր ողջ թիմով ասում եք որ տրիպի ուղի չպիտի լինի պիտի լինի Միջանցք որը պիտի վերահսկի FSB-ն արտատարածքային ընդ որում Միջանցք որը պիտի վերահսկի FSB-ն եւ մենք էլ տենց ժամանակ առ ժամանակ տոտիկ կարող ենք այդ փողոցը անցնել մտնել իրան դուրս գալ դուք սա եք ասել մի վերախմբագրեք վերաձևավորեք ձևակերպեք չգիտեմ ինչեր արեք չի հաջողվի դուք ին ժողովրդին իսկապես էշի տեղ եք դրել Մարդ ով միայն ու միայն միութենականության կողմնակից է դուրս է եկել հիմա չգիտես ինչերից է խոսում դեսա գիտեք քանի որ բանա անցում է որտեղ որ չգիտես ինչ է լինելու այ բենզինն էլ որ ցնդաբանություն ես բանա իմ ժամանակ դեռ բանից Բուլղարիայից Վառնայից էին բերում բենզինը այո Լուկոյլը Ադրբեջանցու Լուկոյլը, որը կա Բուլղարիայում, միջալից Հունաստանում նույնպես կա։ Դուք բերում եք Բուլղարիայից, պոցի, պոտի իրել ասմա պոցիից գալիս էր Հայաստան։ Հիմա դու ներկայանում ես որպես ինչ Լուկոյլի շահերի պաշտպան, որի տերը ծանունդով ադրբեջանցիա, ծանունդով մանկությունով, պատանեկանությունով ադրբեջանցիա, դու նրա շահերի պաշտպանն ես այստեղ։ Իմ ժամանակ գալիս էր բանից, Վառնայից։ Տեղից էր մոտիկ, տեղից էր գալիս նույն Լուկոյլը։ Այն որ հիմա ձեր այդ նույն լրագրողները դուրս են եկել ասում են ադրբեջանական բենզին եք լցնում մեքենաները դուք գիտեք դուք հասկանում եք պայթում են այ մարդ այդ մարդկաս մեջ հայրենասիրությունը վառվում է դնում են եռաբլուրի նկարը դնում են բենզինի վագոնների նկարը արհեստական բանականությունով ոնց ասես փորձում են ազդել այդ նույն լրագրողները նորմալ է որ ադրբեջանցու բենզինը գալիս է Վառնայից իրանց այդ գալու տեղն է, էլի ավելի անհանգստացրել, ոչ թե ում է պատկանում, ում բիզնեսներն է։ Նստած մակրագրում է Սալավյովի հայտարարությունը մարդը, որ այո, եթե Ռուսաստանը հարձակվի մեզ վրա ու հատուկ ռազմական գործողություն իրականացնի, ճիշտ կանի ժողովուրդ ջան։ Գիտեք ինչու, որովհետև այս չարի իշխանությունները դուք եք չէ՞ տենց ասում, թե դեռ տենց չեք ասել։ Հա նստելափառահեղ Արարատ լեռան ֆոնին, լրագրողներն անպայման մի հատ մեծ մատնացույց է, յանի մենք բան ենք, չենք տեսել, չենք նկատել։ Ժողովուրդ, այն որ սենց անում, այդ շատ ուժեղ են։ Բեմականացումներ են ախր։ Դուրս բարձր կանգնել է լրագրողը, այ դուք հիմա նստած եք ձեր ետնապատկերում, բանն է, Արարատն է, խոր վիրապով, եկեղեցիով, դա ինչ որ նշան է, դրանով ինչ որ ուղերձ եք հղում լրագրողը, էլի։ Բան, մեր ուշադրությունն է ուզում այդ ուղղությամբ գրավի։ Հարգելի լրագրող, մենք վաղուց դա նկատել էինք։ Դուք որ խոսեցիք, նոր դարձավ ծիծաղելի։ Տեսեք, այն որ ինքը նստած է Արարատի ֆոնին, խոր վիրապի ֆոնին, մենք դա նկատում ենք, բայց ասում ենք մի րոպե, ուշադրություն դարձնենք, մենք տեսնենք որտեղից է ներածականը սկսելու։ Բայց դուք ինչ որ չէ, նայեք ժողովուրդ ինչ հայրենասեր մարդ է, նրա ետևում Արարատ լեռան պատկերն է։ Ու ինչ խոստացավ, ասեց ես որ նախագահ գամ աշխատելու, բան, չգիտեմ, մի դրամով թե 10 դրամ, չգիտեմ գումարային չափերը, բանա, Արարատ լեռը հետ եմ բերելու։ Ասենք ծաղրում եք դուք։
Արարատ լեռը հայ ժողովրդի բիբլիական լեռն է, հայ ժողովրդի ավանդույթներում, երգերում եւ ամեն ինչում անընդհատ ընդգծված։ Ես ուզում եմ հասկանամ դուք тут պրիչոմ։ Արագած լեռն էլ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթն է։ Հիմա դուք ինչ եք ուզում ստեղ սարքեք։ Ես չեմ կարողանում հասկանալ։ Ինչ է լինում։ Վատ կլիներ, որ օրինակ Արագածի ֆոնին նստեր, ասենք ինչ էր լինելու։ Ստացվելու է, որ նա ստորադասեց Արարատը։ Ես ինչ մենտալիտետ է։ Այ իմ կարծիքով հենց հատուկ ձեր նմանների համար էլ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս։ Մի մասթի եք։ Կարճ դատար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, ուրեմն դրան զուգահեռ կառավարության նիստ էր գնում, որտեղ որ ականջս sense բռնեց մի իրավիճակ գիտնականների աշխատավարձի հետ կապված։ Ուրեմն մի անգամից հիշեցի անձամբ իմ մանկությունից մի դրվագ։ Ուրեմն ես պիտի պատմեմ այս դրվագը։ Ես շատ փոքր հասակից կարդացել, սիրել եմ կարդալ գրքեր, շատ փոքր հասակից, երբ որ դեռ երեխաները բացի դասագրքից ու ընդհանուր առմամբ, գիրք չեն կարդում։ Ես արդեն կարդում էի գրքեր։ Ու ասենք բացի հեքիաթները կարդում էի արդեն պատմավեպեր եւ այլն, ըմբռնում էի այնպես ինչպես ըմբռնում էի, մանկամտորեն, մանկական պատկերացումներով միգուցե։ Իհարկե տարիներ անց վերընթերցում էի ու տեսնում էի, անգամ տեսնում էի թե ինչքան են ժամանակ այլ կերպ եմ դա պատկերացրել ու ընկալել, հիմա ինչպես եմ նայում դրան։ Եվ հիմա էլ որ 46 տարեկանում այդ նույն գիրքը կարդամ, պարզապես հարկ չեմ համարում հիմա։ Կարդամ վստահաբար հիմա էլ այլ կերպ եմ ընկալելու, հարցը դա չէ։ Ուրեմն այնպես էր ստացվել, որ ձեռքս էին ընկել նաև այնպիսի գրքեր, որտեղ նկարագրություններ կային ցեղասպանության դրվագներից։ Ես փոքր։ Ու 4-րդ կամ 5-րդ դասարան էինք, այդ ժամանակ թռնելով չէին դասարանները, հենց 4-րդ կամ 5-րդ դասարան էինք, 11-12 տարեկան, հա։ Երբ շարադրություն պիտի գրենք ազատ թեմայով, թեման ազատ էր։ Ով ինչ թեմայով ուզեր։ Նման ժամանակ ինչպես են գրում երեխաները հիմնականում, չէ՞, ասենք, չգիտեմ, սիրում եմ գարունը ինչպես մայրիկիս, սիրում եմ մայրիկիս ինչպես գարունը։ Մեծանամ դառնալու եմ, չգիտեմ ինչ, մի խոսքով ամառային արձակուրդներից միգուցե, չգիտեմ, սենց սիրուն բաներ են գրում։ Ես չգիտեմ ինչի, ամբողջովին տպավորված իմ կարդացածի ձեռը կրակն ընկած, այդ ապրումների մեջ պատկերացրեք 11-12 տարեկան, մեկ էլ ինքնուրույն տենց բաներ ա կարդում, նկարագրություններով ցեղասպանական դրսևորումների, ինչ հոգեկան բանից տված կլինի, չէ՞ դա։ Ու շարադրություն եմ գրում ցեղասպանության մասին։ Իմ կարդացածի մասին շարադրություն եմ գրում։ Գալիս ենք դպրոց։ Տետրերը հավաքում է ուսուցչուհին, իսկ հետո վերադարձնում է, ես հպարտ բացում եմ, որպեսզի տեսնեմ ինչ եմ ստացել, որովհետև ես հայոց լեզվից գրականությունից միշտ լավ է, ասենք, եթե 4 ստանայի հաստատ կնեղվեի, այն ժամանակ 5 բալային համակարգ էր, եթե 4 էի ստանում դրանցից կամ պատմությունից, աշխարհագրությունից, ես իսկապես աչքերս լցվում էր, այդտենց հուզվում էի, նեղվում էի։ Եղել է, որ ստացել եմ 5 + 5, եղել է 3 հատ 5 ++-ով, եղել է 5 մեջը մի հատ էլ պուճուրիկ 5, բայց այդ առարկաներից հազվադեպ եմ ցածր գնահատական ստացել։ Ու սենց հպարտ բացում եմ, որ տեսնեմ ոնց եմ կարողացել զարմացնել իմ ուսուցչուհուն իմ գիտելիքներով, այն էլ նման մեծական թեմայով, բացում եմ, տեսնում եմ, ժողովուրդ, 2 թերթ, 2 էջ չէ, 2 թերթ շարադրություն եմ գրել, այդ են ժամանակներն է, երբ որ մի թերթը բավարար էր, մի էջը բավարար էր, ես 2 թերթ եմ գրել, այսինքն 4 էջ։ Այս 4 էջի վրա էլ կարմիր գրիչով սենց խաչ ու փաչ արված,
տակը դրված է 2 փախնում եմ դասարանից դուրս չեմ ուզում նստեմ դասին փախնում եմ դպրոցից վեր եմ կենում դասարանից դուռը բացում դուրս եմ կարծում փախնում եմ դպրոցից մայրս այդ դպրոցում բուֆետում էր աշխատում այդ ժամանակ ու առհասարակ իմ դպրոցից փախնել այդ ժամանակահատվածում մի քիչ բարդ երևույթ էր որովհետև ուր փախնե հետո պիտի հետ գայի դպրոց որ գանք տուն սիլաչի էր դպրոցը ես ապրում եմ Բանգլադեշ մալացասը բայց վարչական շրջանում հարավարև մեծ այդ թաղամասում սովորելու ստեղ այնտեղ այն վատ ծանր տարիներին այն որ ավտոբուսը ասես թեք գնում էր բանը այն քառակուսի ծանր կաշվից սումկեկով կախված ավտոբուսից գնում էի դասի գալիս էի այդ ժամանակները ցուրտ եղանակին մյուս մի խոսքով փախնում եմ դասից իրիկունը դասերից հետո գալիս եմ հույս ունենալով որ ուսուցչի բուֆետը վերջում էր փակվում երբեմն տնօրենները այդ տնօրինական անձնակազմը իջնում էին միասին մի քիչ զրուցելու հետո նոր գնում էին տուն հույս ունենալով որ դպրոցում էլ մարդ չկա գալիս եմ դպրոց Հա, իմիջայլոց, գիտեք, այդ Արցախյան ռազմական պատերազմա գնում, ռազմական գործողությունների մասին իմանում ենք տարբեր ինֆորմացիաներ, այսինքն այդ հայրենասիրությունը մեջ չսեփում, լսում եմ, որ այսինչ դե հեռուստատեսությամբ ներկայացնում էին, չէ, անգամ կադրերը, տեսարաններն եմ հիշում, ես այդ ամեն ինչի մեջ էի այդ հասակում։ Մեկ էլ, որ պիտի մտնեմ արդեն բուֆետ, լսում եմ, որ ուսուցիչները այնտեղ նստած են։ Ու այդ նույն ուսուցչուհին տնօրենի տղային կամ ամեն դեպքում իր գործընկերուհիներից մեկի տղային, ով ինձանից մի տարի մեծ է, սենց հիացական հայացքով գովաբանում է, ասում է, ինչ խելացի երեխա է, տեսեք, այն ժամանակ պաթոսով սիրում էին խոսել։ Ասում ես հայի թշնամին ով է, ասում է թուրքը։ Գիտեք, ես երևի առաջին անգամ եմ ամբողջ ուղեղից բջիջներով, ներաշխարհով, մանկական հոգով հանդերձ զգացել ու հասկացել, ինչ է նշանակում լինել տնօրենի այս պարագայում վերադասի երեխա ու ինչ է նշանակում լինել բուֆետում աշխատող կնոջ երեխա։ Մեր հասարակության մեջ ու ես այդ ժամանակվանից եմ երևի թե սկսել իմ պայքարը մարդկային արժեքների մասին իմ պայքարը իսկ այս ժամանակները արդեն բանաստեղծություններ էլ էի երբեմն գրում տեսեք սրա որդին ասում է հայ թշնամին թուրքն է ես 4 էջ շարադրություն եմ գուցե լավ չեմ գրել գուցե չգիտեմ շարահույսությունը այն չի անգամ դու այն երկուս որ դրել ես մեկը միտքն է մյուսը բանը ուղղագրությունը լավ գոնե ուղղագրությունը վստահաբար ես ասենք հայոց լեզվից լավ է դժվար թե շատ սխալներ արած լինի երկուսի արժանացած լինի կամ գոնե միտքը մոտեցում կամ շփում մի հատ ձևը կարմիր գրիչով ու երկու հասկանում եք սա բերես դրան որ ես ժամանակի ընթացքում քիչ ամրացավ ինձ իմ մոտ միտքը որ կարա մի հեղինակություն ասի մի ապուշ բան ու այդ ապուշ բանից կստանան վերին գաղափարախոսություն եւ կարա մի շատ խելացի մարդ ասի մի շատ ու բայց համեստ մարդ ասի մի շատ խելացի ու կարեւոր բան որին ուշադրություն չդարձնենք այսինքն նշանակություն ունի նաեւ հասարակական ընկալումը ու քո կարգավիճակը եւ եթե ուշադրություն դարձնեք մարդկության պատմության մեջ գրեթե բոլոր գիտնականները, ստեղծագործողները, արտիստները, գրեթե բոլորը եղել են նման ընտանիքներից, մի քիչ ավելի հասարակ կամ ընդհանուր միջև աղքատ ընտանիքի ներկայացուցիչներ։ Կոմպոզիտորները բոլոր հայտնի եւ այլն, հա։ Որովհետեւ այո, հենց այնտեղ է եղել միշտ ներուժը։ Որովհետև սրա վրա միջավայրը այսպես թե այնպես աշխատում է։ Այսպես թե այնպես ինքը մի դեբիլություն կասի, իրան կդարձնեն
պաշտամունքի առարկա, այնտեղ է իսկականը, շոշափելին, մատերիալը, այ հենց այնտեղ է, Աստված ինչ ստեղծել, այնտեղ դրած է, սրանք հեռացել են ինչքան կարա, հիմի սա է, սա այստեղ խոսում է, Արարատի ֆոնին նստած, ես այս պատմությունը ինչի պատմեցի, ժողովուրդ ջան, իմ ժամանակ Արարատի ֆոնին նստած, բան է, խորվիրապով, եմ որ խաչատվել են ձեռով հրել է, հիմա եկե խորվիրապը հիշել դրել է մեջքի հետևը, իր հայրենասիրական կարոտը, նկրտումները Արարատ փորձում է արհեստականորեն ցուցադրել եւ նրա միջավայրը փորձում է նպաստել նման տգետ դրսևորմանը, փորձելով դա հանրության մեջ բան անել, էլի։ Իսկ մյուս կողմից կառավարության նիստին ես տեսնում եմ աշխատանք, որը հետեւյալն է մոտավորապես։ Խնդրում եմ այդ հատվածը մի հատ տեղադրեք։ Ինչ փոփոխություններ են տեղի ունեցել մեր գիտնականների վարձատրության համակարգում։ 21 թվականին լաբարանտ ճարտարագետ 67300 դրամ, 2026 թվականին 138300 դրամ նվազագույն աշխատավարձ, այսինքն աճը 105%-ով, ավելի քան կրկնապատիկ։ Ավագ լաբարանտ, ավագ ճարտարագետ 21 թվականին 76000 դրամ, 2026 թվականին 179000 դրամ, աճը ավելի քան 135%։ Կրսեր գիտաշխատող 21 թվականին 90400 դրամ, 2026 թվականին 276000 դրամ, այսինքն աճը 205%։ Ավագ գիտաշխատող 2021 թվականին 99000 դրամ, 2026 թվականին 343000 դրամ, աճը 246%։ Առաջատար գիտաշխատող 2021 թվականին 114300 դրամ, 2026 թվականին 443800 դրամ, աճը 288%։ Գլխավոր գիտաշխատող 2021 թվականին 138100 դրամ, 2026 թվականին 552900 դրամ, աճը 300%։ Գիտական խմբի ղեկավար 2021 թվականին 129000 դրամ, 2026 թվականին 410000 դրամ, աճը 217%։ Գիտական ստորաբաժանման ղեկավար 2021 թվականին 141000 դրամ, 2026 թվականին 477000 դրամ, աճը 238%։ Եվ ուզում եմ ընդգծել, որ բարձրացած չափերը մենք խոսում ենք նվազագույն վարձատրության մասին, եթե այլ գիտական ծրագրերի տվյալ աշխատողը չի մասնակցում, եւ 2021 թվականից 2026 թվականներին գիտական 142 սարքավորումների համար տրամադրվել է շուրջ 13 միլիարդ դրամ, եւ սրանց շարքում է նաեւ սուպեր համակարգիչը Երևանի պետական համալսարանի, որի ձեռքբերման եւ տեղադրման ծախսերը կազմել են 3.7 միլիարդ դրամ։ Հասկացաք տարբերությունը ինչումն է կայանում։ Որտեղ է պաթոսը, որտեղ է աշխատանքը։ Հիմա Արարատը հետևդ խփի, խորվիրապը դիր ու մեզ ասա, քո ժամանակ ինչու էր ուզում գիտությունների ակադեմիան առհասարակ փակել։ Չէ, կարող ես անգամ հետևդ մեծ հայքի քարտեզը դնել ու փորձել մեզ բացատրել, թե ինչու էր բանակը թալանվում եւ մեր պաշտպանության նախարարները ինչու էին օտար երկրի անձնագրերով աշխատում եւ տիրապետում ըստ էության Հայաստանի Հանրապետության ամենագաղտնի հույժ գաղտնի տեղեկատվություններին։ Անկամ կարող ես, չգիտեմ, Կիլիկյան թագավորության որևիցե հագուստ կրել Ռոբերտ Քոչարյան ու այդ տենց թագ ու պսակով սենց նստել ու ասենք թե պատմել, թե ինչպես էր ապրում միջին վիճակագրական քաղաքացին։ Ինչ արժեր բնակարանը
որը վաճառվում էր, ընդամենը ճարահատյալ, ընդամենը վաճառվում կամ փոխանակվում էր ընդամենը 2 անձի տոմսի հետ, այն էլ նրա համար, որ այդ մարդիկ լքեն ու գնան Հայաստանից, մենակ թե գնան։ Իհարկե, այս պաթոսը անընդհատ կարա լինի։ Գիտեք, ժողովուրդ ջան, դա շատ հեշտ է։ Շատ հեշտ է անելը։ Դրա պատասխանատվության տակից դուրս գալն է դժվար։ Եվ այո, նմանատիպ պաթոսախառ արտահայտություններ անողներին ես մշտապես վերաբերվում եմ որպես անպատասխանատու անձիկ կամ անձանց խումբ։ Անպատասխանատու, պատասխանատվության զրո զգացումով, որովհետև մարդը պիտի ասի բաներ, որոնք գոնե մոտ են տրամաբանությանը կամ իրականությանը։ Կարող է, ասենք թե գոնե նախաձեռնել որևիցե քայլ, ոչ թե միայն չեմ ասում դեռ անել, իրականացնել, գոնե նախաձեռնել, լավ, հետո կարող տեսնի, չէ, դժվար է, անհնար է, ուժերից վերա չանի, բայց գոնե նախաձեռնի, չվախենա, նախաձեռնի։ Սա լրջագույն խնդիր է։ Ես կարող եմ նստել այստեղ, ինձ ոչ ոք չի արկելի, հավատացեք, խոսել, թե մենք ոնց ենք վերադարձնելու Կարսն ու Արդահանը, ես անգամ կարող եմ մոտավոր բաներ էլ ասեմ, ճանապարհային քարտեզ էլ ներկայացնեմ, անկեղծ եմ ասում, դա բարդ բան չի, մանավանդ Նարեկ Կարապետյանի հարցազրույցից հետո ես հասկացա, որ դա առհասարակ բարդ չի, մարդը նստած ոնց է ասում, չէ, կբերենք Ամերիկայի կողքը կդնենք Ռուսաստանին, Չինաստանին, մեկ էլ Պարսկաստանին, ում պատրաստվում է ամերիկան խփի, հա, ու կասենք սենց 4-ով մեր այս 43 կիլոմետրի վրա դուք պիտի, մի խոսքով սենց էլի, սիրուն բան է ասում է մի մարդը, այ կեզ բան, կարելի է, շատ տենց բաներ ասել, բայց դրանք անպատասխանատու հայտարարություններն ու գործունեությունն են։ Եվ այո, հենց անիրական Հայաստանի քարտեզը դուք եք մցրել մեր ուղեղ։ Դուք չեք թողել, որպեսզի մարդիկ սովորեն զանազանել պետականը մասնավորից, պետականը սեփականությունից, պետականից սեփականը եւ սեփականի պետականը։ Սա է, որովհետև որևիցե մեկդ մտահոգ չեք եղել, մենակ խոսել եք, ընդ որում չեք էլ խոսել, խնդրեմ զուգահեռ գնում էր բան, նաև դրանից հետո վարչապետի բրիֆինգը, պատասխանում էր լրագրողների հարցերին, չէր պատասխանում իր սիրելի լրագրողների հարցերին, պատասխանում էր լրագրողների հարցերին։ Հասկանում եք։ Ովքեր որ տալիս են հարցեր, որոնք նախապես չեն պատրաստվել, չեն պայմանավորվել, մի խոսքով։ Եվ մենք տեսնում ենք այդ տարբերությունները։ Ով է պատասխանատվություն կրում, ով է հաճախ շփվում ժողովրդի հետ, եւ ով է հիմա միայն սենց բանի տակառի մեջ ընկած թրջված մկան նման փորձում չանչեր գցել ամենտեղ, որ տակառից դուրս գա։ Կարող ես հիշել մեկ մամուլի ասուլիս, Ռոբերտ Քոչարյան, քո 10 տարիների ընթացքում։ Դեռ ես չխոսեմ են քծնանքը բանն ու մի հատ տենց մոտավոր բան կար, լրագրողներ էին հավաքվել։ Մամուլի ասուլիս դժվար է դա ասելը։ Ավելի շատ այլ հանդիպում էր հիշեցնում։ Ու սենց քծնում էին։ Մեզ ցուցադրելով, որ մամուլը կախյալ է եւ չի կարող սուր հարցադրումներ տա Ռոբերտ Քոչարյանին։ Եվ չգիտես ինչի ժողովուրդ ջան, իմ սիրտը վկայում է, որ այս երկորը Սերժն էլ դուրս կգա մի հատ արևի երես օդափոխության, որովհետև տենց հերթով է։ Հիմա Ռուսաստանի աչքին ով է առաջին համարը, այս կռիվն է գնում։ Առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, հասկանում եք։ Ու մշտապես Քոչարյանի մամուլի ասուլիսին հետևում է Սերժի մամուլի ասուլիսը։ Տեսնենք Սերժը
այդ տեմպին շարունակմա դիմանալ, թե քանի որ նարեկենք չկան կապուրճիները, ապա ինքը չի կարող խոսել։ Առասարակ Սերժը սիրում է կապուրճիներին։ Նարեկենց, դոգին, դրանք սա իր դպրոցն են։ Հասկանում եք։ Տեսնենք ինչ կստացվի։ Մեկ էլ շատ էր նեղվել, այս վերջին րոպեներին սա էլ ասեմ, շատ էր նեղվել բանից, հիբրիդային պատերազմ եզրույթից, Եվրոպայի հաստատվելի գումարից, ոնց որ Ռուսաստանին ասել Ռուսաստան ջան, այս որ ասում ենք, չէ, սենց շատ очень тяжело իրավիճակ, пожалуйста, присылайте деньги нужны, էլի փող ուղարկեք, Հայաստանում մեդիա տերորի համար էլի է փող պետք, իմիջայլոց առաջարկում էր Նարեկ Կարապետյանին իր մեդիա ռեսուրսները, օգտվել իր մեդիա ռեսուրսներից, դա ուղիղ չէ էլի սենց, Ռուսաստան ջան, օգնեք մեզ, փող է պետք, փող ուղարկեք, չենք ձգում, ամոթ է, իսկապես լսում էի ասում ես մարդը, ոչ թե հավակնում է լինել երկրի ղեկավար, այլ ինքը եղել է երկրի իմ երկրի եւ մենք դա թույլ ենք տվել եւ այսօր շատ քաղաքացիներ հարցադրումներ են անում բա ինչի արագ չի լավանում այս ինչ բան է ինչ բանը սրանց այս ձևով քանդածները այդքան հեշտ է խելքի բերել հա չնայած ահագին բաներ լավարկվել են եթերում ազատ շփումներ կհանդիպենք